Բարի ժողովուրդ, Mountain Eye Farms, Ջրաղացիձոր, Դիլիջան ազգային պարկ Տավուշ, այսօր 2025 թվականի նոյեմբերի 14-ն է։ Սա մեր մայրամանկական սևանգուստների գլխաքանակն է, հենց նոր բերեցինք իրենց միներալներ, աղեր և պատկերացրեք, որ հիմա արդեն աշունը վերջանում է, շուտով կգա ձմեռ, փաստորեն երկու շաբաթից քիչ ավել ժամանակ է մնացել, որպեսզի մենք մտնենք օրացույցային ձմեռ և մեր սևանգուստներն արածում են 2100 մետր բարձրության վրա ծովի մակերևույթից։ Այս տարի եղել է մի քիչ տարօրինակ և դժվար տարի, հիմնականում ամենաերկար վերջի տասնամյակներում ամենաերկար աղետալի երաշտից հետո և ընթացքում և դրա արդյունքում իհարկե և երաշտը տևել է մինչև, եթե չեմ սխալվում, 2 ամսից ավել և մեր խոտային, արոտային տարածքները բավական նվազել էին։ Եղավ որոշ չափի վերականգնում, բնականաբար, կանաչ խոտի, անձրևների պատճառով, որը եկավ երաշտից հետո, նույնիսկ եղավ տեղումների ավելի շատ քանակ, քան թե սպասվում էր, ամբողջ ամսվա տեղումները տեղացին ընդամենը մի քանի օրվա ընթացքում և ինչ-որ վերականգնում եղավ իհարկե։ Հիմա հենց դա է ամենակարևոր հարցերից մեկը, ինչով է դա և ինչքանով է դա ազդել ընդհանրապես մեզ վրա և ուրիշ ֆերմերների վրա կամ երկրների վրա։ Մենք տեսնում ենք, որ մենք ունենք աղետալի երաշտներ ամբողջ տարածաշրջանում, անձրև չի գալիս, ուղղակի չի գալիս։ Եթե նկատել եք կամ հետևում եք, Իրանի մայրաքաղաքում չի բավականացնում խմելու ջուրը, զուտ մարդկանց համար խմելու ջուր չի բավականացնում, չկա և խնդիր է։ Մեր հարոտավայրերը, հատկապես բարձր լեռնային, այսքան դեղին չեն եղել, այդքան դեղին հարոտավայրեր մենք չենք ունեցել, բայց սա համագործակցություն է սևանգուստների, մայր բնության և մեր միջև։ Հարոտները պետք է կառավարվեն, իրենք հիմա հարոտում են, որոնք պահուստավորվել են, այս հարոտավայրերը պահուստավորել ենք մենք, որպեսզի նախաձմեռային ընթացքում կարողանանք իրենց օգտագործել այդ արոտները։ Բնությունը, որի հետ մենք աշխատում ենք և վերականգնողական անասնապահության և գյուղատնտեսության հիմնական գործառույթը բնության հետ աշխատելն է։ Մենք աշխատում ենք բնության հետ և ինչ ենք ստանում։ Պահուստավորեցիր արոտավայրերը, նույնիսկ ամենախիստ և խոր երաշտը կարող ես հաղթահարել։ Բնությունը այս կենդանիներին հենց հիմա ասում է, որպեսզի իրանք ճարպ հավաքեն, որպեսզի էներգիա հավաքեն, որովհետև գալիս է ձմեռ։ Եթե տեսնում եք փոքրիկները, սա այս տարվա ծնված փոքրիկ է, պատկերացնում եք, թե ոչ, իրենց մոտ արդեն կա բուրդ և մայրերի մոտ նույնպես։ Ով է ասել իրենց, որպեսզի բուրդ հավաքեն։ Բնությունը։
Բնությունը ասել է, որ բուրդ հավաքեն, որովհետև գալու է ձմեռ։ Եվ ձմեռը ամենա դաժան ժամանակաշրջանն է, որ այս կենդանիները պետք է անցնեն։ Բոլորդ գիտեք, եթե չգիտեք, ով որ չգիտի, պետք է ասեմ, մենք չունենք գոմեր, մենք գոմեր չենք օգտագործում, մենք չենք օգտագործում հավելյալ կերեր, այս կենդանիները ամբողջությամբ ուրեմն կախված են հենց այս արոտի, այս պահուստավորված արոտի կերերից, խոտից, ալպիական, նույնիսկ դեղնած, տեղ դեռ կանաչ կա, այդ խոտից, և այդ խառնուրդը, որ իրենք ուտում կլանում են, դա իրականում այս 4 դեղնած խոտն է և որոշ չափով նաև կանաչ խոտ, որը իրենք գտնում են ինչ-որ ձևով։ Նա աճում է հենց դեղինի տակ և արոտների պահուստավորման, ձմեռային պահուստավորման հիմնական նպատակներից մեկը հենց նա է, որպեսզի դեղնած խոտի տակից աճի կանաչ խոտ և օգնի կենդանիներին։ Խոշոր եղջյուրավոր կենդանուն հարկավոր է ընդամենը 9% պրոտեին, որպեսզի ինքը ողջ մնա։ 9% պրոտեին եղավ, ուրեմն կարող է ձմեռը անցկացնել։ Բայց եթե պահուստավորված է արոտավայրը և այնտեղ կա և դեղնած, չորացած և տակից բուսնած կանաչ խոտ, ապա այդ դեղնած, չորացած խոտը որպես չորնյութ ավելացնում է այն պրոտեինի յուրացվելիությունը, որը առկա է հենց այդ պահուստավորված արոտավայրի խոտածածկի մեջ։ Չորնութը խոշոր եղջյուրավոր կենդանիներին օգնում է յուրացնել ավելի շատ պրոտեին, քան թե առանց չորնյութի կյուրացվեր։ Բնականաբար չոր դեղնած խոտի մեջ պրոտեինը քիչ է, համեմատաբար շատ է նրա տակ գտնվող կանաչ զանգվածի մեջ, որը չի վերականգնում, բայց նա գոյություն ունի, այսինքն ինչ-որ չափով վեգետացիա կա ամեն դեպքում։ Եվ դա օգնելու է կենդանիներին ձմեռը անցկացնել։ Հատկապես այս ուրեմն ագահ և պահանջկոտ, կերի նկատմամբ պահանջկոտ սև անգուստներ։ Եթե նայում ենք, անցած տարվա փոքրիկ է, աղջիկ է, նայեք, ամբողջը արդեն պատրաստ, բրդոտված, քաշաճերը հավաքած կենդանիները պատրաստ են ձմեռացման։ Սրանք լավ նշաններ են, բայց ինչ է պետք իրենց պահուստավորված, ձմեռա համար պահուստավորված արոտավայր։ Եվ ինչքանով ուզում եք հավատում եք թե չէ, բայց սա 2100 մետր բարձրության վրա գտնվող արոտավայր է և կմնան այստեղ սև անգուստները իրենց փոքրիկներով մինչև որ տեղը առաջի ձյունը, հենց առաջի ձյունը տեղած իրենք կիջնեն ավելի ներքև, երևի մի 100 մետր ավելի ներքև, որտեղ որ ասենք ձյան ծածկը այդքան երկար չի դիմանա և կշարունակեն ուրեմն օգտագործել ներքևում պահուստավորված արոտավայրերը։ Դա աշխատելու է այդպես, միայն այդպես։ Մինչև որ ամբողջությամբ արոտավայրերը մի օր կծածկվեն ձյունով, մեր համար Տավուշի մարզում դա տևում է 1-ից 2 ամիս, ավել չի տևում,
եւ իրենց կերակերենք այն ժամանակ մեր ձեռք բերած ռազմավարական խոտով տուկավորված մինչև որ բացվեն արոտները։ Եթե արոտները կբացվեն մինչև գարնան գալը, ուրեմն կվերադառնան սևանգուստները արոտավայրերում արածելու, որոնք նույնպես հատուկ պահուստավորված են իրենց համար, ձմռան համար։ Մինչև որ գարնան արոտները կբացվեն եւ ցիկլը կշարունակվի։ Սա է հիմնական սխեման աշխատանքի եւ նա աշխատում է։ Նայեք, ես այստեղ հետևելով նորություններին հիմա արդեն նույնիսկ ասենք գալիս է երկաթգծով գալիս է ցորեն Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով։ Սա ընդամենը արժեքի հարց է։ Բոլորը վիճում են լավ է թե վատ է, անասնակեր է, անասնակեր չէ։ Արժեքի խնդիր է։ Եթե այն գալիս է էժան, քանց թե կգար օրինակի համար այլ երթուղով, որը ասենք նավով միջև փոթի այնտեղից մեքենաներով կամ նույնիսկ երկաթգծով միջև Հայաստան կամ մեքենաներով, ֆուրերով Ռուսաստանից Հայաստան։ Եթե արժեքը պակասել է, ուրեմն մենք կունենանք որոշ չափով աճ գյուղատնտեսական։ Եթե չէ, չենք ունենա։ Բայց չէ որ մենք կարող ենք առանց հավելյալ կերերի աճեցնել միս եւ կաթ եւ պանիր եւ ուրիշ գյուղատնտեսական մթերքներ վերականգնողական անասնապահության միջոցով, այնպես ինչպես անում ենք մենք։ Եվ մենք Ջրաղացի ձորը հեռագնար հոտ է։ Այստեղ հասնելն է դժվար, այստեղ մնալն է դժվար, բայց եթե կա տնտեսություն, ուրեմն բնականաբար կարող են առաջանալ նաև համայնքներ այդ տնտեսությունների շուրջը։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքի կեսը հեռագնահարոտներ են, ուրեմն բարի գալուստ Նոր Հայաստան, որը չի օգտագործվել, որտեղ ոչինչ չի արտադրվել այս ամբողջ ընթացքում, քանի չկար վերականգնողական անասնապահությունը։ Եթե նա կա, ուրեմն գյուղատնտեսությունը ունի ապագա։ Սա է հիմնական մեր այսօրվա տեսանյութի առիթը, վաղուց ես չէի այցելել սևանգուստների մայրամանկական, սա հիմնական մեր գլխականակն է, մեր ցուլերը, որոնք պետք է հանձնվեն, նրանք արածում են ներքևում, մեր ճամբարի կողքին, ինչպես գիտեք մեր մոտ նաև հիմա գործում է ուսումնական կենտրոն և բոլոր պայմաններով հագեցած հյուրատուն։ Դրա մասին ես առանձին կպատմեմ, այսօր այսքանը, այս տեսանյութի մասով, հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, խնդրում եմ, հավանեք մեր դիֆուզիոները, տեսանյութերը տարածեք, որպեսզի ինչքան մարդ հնարավորնի տեսնի, կհանդիպենք և շնորհակալություն։